Բարլուս ընկերներ, գիտեմ շատերդ լրիվ ուրիշ բաներով եք զբաղված, ընտրության հետևանքներով, բայց այսօր մի բան նոր ավելի ճամփին գալուց մի բան հաստատվեց, որը ես թեորիայով մտածում կարծում էի, բայց այսօր տեսա դրա իրական փորձը, այսինքն արդեն իրականություն դարձած, ոչ թե մենակ թեորիա էր, այլ ինչ-որ մեկը ապացուցել է դա։ Դա Պարսկաստանն է։ Ես ինչ լսեցի, ռադիոյով նոր ասում էին, որ պրինցիպի Պարսկաստանը հաղթել է այս պատերազմը Ամերիկայի հետ, որովհետև կատարեց ընդամենը մի հատ կարևոր ու ճակատագրական որոշում ընտրություն։ Պարսիկները դե պարզ է, որ նայում ես երկրին արդեն տենում ես, իրանք հեռատես ժողովուրդ են, իրանք քաղաքականության մեջ երկար ժամանակական, իրանք շախմատ ավելի լավ են խաղում, իրանք ավելի լավ են կարողանում հեռուն տեսնել, ճիշտը գնահատել և սառնասիրտ կայացնել որոշումները, որը լավ է, ճիշտ է իրանց պետության, իրանց ազգի համար։ Հիմա որ նայենք, ես շատ եմ ասել, որտև այդ պահը իմ կյանքում մեծ փոփոխություն բերեց, այդ 18 թվի ապրիլի, չգիտեմ 23-ն էր ինչն էր, օրնը չեմ շուր, որտև այդ օրը ջնջվել է իմ մոտից, որ ասում էի Աբովյան փողոցում կանգնած էի ու սպասում էի, որ հեսա պտի Սերժը զորքանի ես մասային փրթի թափի եսի մինչ, ու մեկ էլ լսեցինք ղժոժոց ու ասին Սերժը հրաժարական է տվել։ Ուրեմն ստե խնդիրը որն է, ինչն է պայմանը, տեսեք, պահեր կա, որ գալիս է ժողովուրդն է, ինչ-որ մի ընտրություն է անում, քեզ բերում են, ես էլ չի գրում, գալիս է ինչ-որ մի պահ, որ պիտի ընտրություն կատարի, կամ գնում է այս ճանապարհով, որտեղ կան զոհեր, կամ գնում է այս ճանապարհով, որտեղ չկան զոհեր։ Այս ճակատագրական պահը ապրիլն էր մեր մոտ 18 թվին։ 18 թվի 4-րդ ամիսը։ Սերժ Սարգսյանը ընտրեց այս ճանապարհը, ընտրեց առանց զոհերի, գնաց սրան։ Հիմա թե Սերժ Սարգսյանը ինչի ընտրեց, ես կարամ մտածեմ, ինչ-որ կասկածեմ, ինքը ասեց, ես պարտվել եմ ավելի մեծ ուժերի եսի մինչ, ու ասեց Նիկոլը ճիշտ էր, ընտրեց այդ հեշտ ճանապարհը, որով ինչ արեց, որով տվեց մեր երկիրը, փաստորեն մեր երկիրը հանձնեց, փոխանցեց, էլ եմ ասում, չգիտեմ, հիմա իրան ու գլկցեցին, իրան շանտաժ արեցին, ինքը խափնվավ, գցին, ինչ, չգիտեմ ինչա։ Ու հետ էլ է, էլի մեր, տեսեք, շատ տարօրինակ իրավիճակ է, էլի գիտեն իրանք, բայց չեն ասում։ Ախպեր չեն ասում, ես չեմ հասկանում։ Ինչ իրավունք ունեն այս տեսակի մեծ հարցերը չասեն։ Ինչ-որ մի մեղադրանք եսի ինչի մասին, հա ինքը կազինոյա գնացել եսի ինչ, թո չասի, ինձ վաբշի չի տարկրում։ Իր այդ անձնականը կամ եսի ինչը, բայց այս տեսակի որոշումներ, որ կայացրել են մեր ղեկավարները, որոնք հետևանքներ ունեն այս տեսակի մեր երկրի, մեր հողի, մեր ժողովրդի համար, իրանք իրավունք չունեն գաղտնի պահելու։ Իրանք պետք է ելնեն, ասեն պարզ, ասեն ախպեր, սենց է ելը։ Եթե մեղք ես գործել, քավի քո մեղքը, գնա Խոստովանի, ասա սենց եմ արել կամ սենց եմ մտածել, ոնց էլ ասեցիր Նիկոլը ճիշտ է, ես սխալվեցի։ Նույն ձևել էլ բացատրի, թե ոնց է եղել, ինչ է եղել, որ մենք հասկանանք ոնց եղավ տենց։ Ու այս ճանապարհը տանում է սան, ինչին որ մենք գնում ենք։ Մեր երկիրը տարել են, հանձնել են, ինչ են արել, առաջի պարտվողը փաստորեն ոչ թե Նիկոլն, այլ Սերժ Սարգսյանն է։ Նույնն է Խոստովանն է, որ ինքը պարտվել է։ Դրանից հետո մեր երկիրը նմանվում է, գիտեք ինչի, այն
որ կազինո մտնում ես, սենց սարք կա, ես քաշում ես, մի հատ, չգիտեմ, 1 եվրո ես գցում, քաշում ես գրռիշ որ բանա տալիս կամ չի տալի։ Այդ ես մի հատ սարքի, որը 1 եվրո գցում ես, քաշում ես, գրռ 50,000 եվրո տալիս է։ Ամեն քաշելուց 50,000 տալիս է։ Ու մեջից մի հատ ղժղժան ձեն է միշտ գալի, որ պիտի տամ, փող գցեք կտամ ձեզ։ Ինչի պիտի այդ խաղացողը կազինոյի չխաղա էլ։ Ասու չէ լավ այդում եմ ամոթ է, չէ, հա խաղալու է։ Ու մի հատ դոմփելու է ասյալ ավել տուր, ներսի ղժղժան ձենն ասում է, կներես տա ավել եմ տալի, ավել կտամ։ Ու դու լսում ես այդ ներսի ղժղժան ձենը դաժե իր այդ ապարատի չիպերի վրա ղժղժում ասում է, տվեք արա, շատ տվեք ավելի, թվերը մեծացրեք։ Նա սպասել որ այդ խաղացողը Ադրբեջանա, Թուրքիա եւ այլն պետք է մի օր ասեն չէ լավ չեն խաղում, էդի հիմարություն, տգիտություն, երեխայություն կլինի, էլի իրանք հայր խաղալու են, քանի այդ սարքը կա, քանի մեջը փող կա, չէ, վերջում կարա գրռ ասի տալիս եմ, էլ չկա ոչ մի բան, ամեն ինչ տվե բրծել է։ Ընտրվեց այս ճանապարհը մեր երկրին որպես ապագա։ Իսկ Պարսկաստանը ինչ արեց։ Պարսկաստանը ընտրեց այս մի ճանապարհը։ Գնաց կոնֆրոնտացիաների այն ժողովուրդը, որ ստե հավաքվել էր, ցույց էր անում իր դեմ, ուզում էր խլեր։ Գնացին, տվին, սատկացին, սպանին, եսի ինչեր արին, հիշում եք այդ օրերին էլ ինչքան բողոք կարարա մարդասպան իշխանությունը Պարսկաստանի բան անմարտկային եւ այլ ուտե սկսում է արդեն ռոպագանդան իրանց դեմ գնաց այն մարտի 1-ի նման հիշում եք մարտի 1-ին չգիտեմ 8 հոգի մահացի ինչ չէ ամեն մարդ էլ թանկ է օքեյ ամեն մարդու մահն էլ վատ է բայց լամատեք 10-ը 5000-ի հետ 5000 զոհերին այդքան շուխուր չկա ինչքան են 10-ին որովհետեւ այդ շուխուր անողներն են հենց իրանք սարքողները Այլն դրանք երկու ընտրության առաջ են քեզ կանգնացում կամ պիտի ընտրես այդ զոհերի վրով անցնելը մահերի որը պիտի կարենաս անցնես բայց որ անցար հիմա Պարսկաստան ինչ ով է հիշում այդ զոհերին որ իրանք այդ ցույցերի ժամանակ սպանել են ոչ մեկը հիմա Պարսկաստանը հաղթանակած երկիր է հաղթել է Ամերիկային որովհետև ընտրել է այդ ճանապարհը այդ դժվար դաժան ճանապարհը բայց ամենակարևոր հարցը ստեղ ինչ է ես դաժան չէ որ ասում եմ պիտի էդի ինտերես կամ էդի լավն է եւ այլն էդի ճիշտն է որովհետեւ դու ընտրում ես քո երկիրը պահելու ճանապարհը այո պիտի ինտերես այդ զոհերի ճանապարհը բայց ստեղ խնդիրը ինչն է հարցը կարևոր որ դու չես ընտրել էդի Դու չես այդ ղեկավարությունը չի ասել բերեք ինձ երկու ընտրություն, որ ես ընտրեմ մահերին, զոհերին, իմ ժողովրդի թե առանց զոհի։ Այդ ընտրությունը բերել են հենց այդ նույն ուժերը, այդ արևմտյան ուժերը, հենց այդ արևմուտքը, Իսրայելը, Ամերիկայը եւ այլն իրանք են կանգնացրել քեզ այդ ընտրության առաջ։ Հիմա այստեղ մենակ միակ հմտությունը նրանում է կայանում, որ դու այդ ընտրություն անելուց հետո կարենաս դուխ ունենաս հմտություն ունենաս բացատրելու որ լսեք ես այդ քայլին գնացել եմ ոչ թե որտեվ ես ուզում էի գնալ կամ ես համարում էի դա ամենալավ քայլը ասի դե պետք է տենց գնամ այլ որտեվ ինձ այդ ընտրության առաջ էին կանգնացրել հասկանում եք այստեղ է ամենակարևոր հարցը որ եւ մեր երկիրը եւ Պարսկաստանը իրանք չէին ընտրել որ գան կանգնեն այդ ընտրության առաջ կարող է ինչ քայլերով եկել են կամ դա ուրիշ հարց է բայց այդ ընտրությունը իրանց տվել է հենց այդ արևմուտքը ուստեղ պետքա կարենաս դու բացատրես ժողովրդին որ լսեք ես չեմ ընտրել իրանք են տվել այդ վատը իրանք են բայց իրանք չեն իշելու դրանից հետո եւ որ դու հաղթեցիր իրանք էլ դա չեն իշելու մոռանալու են տալու շատ կծեն ստից ընդից բայց իրանց պետք չի դա իշեն որովհետեւ դու արդեն այդ քայլը կատարել ես դա շախմատի մեջ գիտեք որ քայլն է որ ինչ որ մի սիտուացիա է գալի որ պետք է քայլ անես մի քայլ ես անում գցենք թագուտ կորցնում ես բայց խաղը շարունակվում է ու հետո կարաս կրես այնց լավ դիրքերի վրա ես իսկ մյուս քայլը
թագուիդ փախցնում ես, բայց մի 3 խոդից դու մատ ես լնում։ Ասենց ոնց որ ցելի զորքով, բայց մատ ես լնում։ Դրա լավ որն է։ Դե մի քանի մանրուքներ կան։ Այդ մարդը որ պիտի գնա այդ քայլին, քանի որ Պարսկաստանում կարծեմ ընտրություն ինչ-որ մի անձնյա չի, խորհուրդ է։ Իրանք կարեցան հեշտ գնալ այդ քայլին։ Ու կարող է հենց դա էլ իմաստն է, որ իրանք դրել են այդ տեսակի ընտրությունյան ժողովրդի իրաց պետության համար, որ լինի խորհուրդ, որ ամեն մեկը չելնի ինքն իր, ասենք, չգիտեմ, միլիոններ ունի Եվրոպայում, դնեն դրա վրա, իրան կզծնեն, ինքը գա, այսինչ որոշումն անի, կամ ինչ-որ մի ձևի խեղճացնեն մեկին, այլ խորհրդին չեն կարող խեղճացնել։ Իսկ մեր էշպետությունը գնաց փոխեց կոնստիտուցիան, սարքեց լրիվ մի անձնյա մի հատ էշավարի բան, որ ինչ-որ մեկից է կախված ամբողջ պետությունը, ամբողջ համակարգը, գործողությունները, ընտրությունները։ Որտես մի հոգի գնաց ընտրեց մերեկի տանել կործանման ուղղությամբ։ Բա այս է հերանեկարային հերունայելու ունակություն ունենալը, երկրի ճիշտ ղեկավարելը, իրանք ճիշտ են կառավարում, տեսեք ինչ հայցին, հա սպանեցին մարդկանց, չգիտեմ ինչքան, ոնց, պետք է իրանց մեղքն է, իրանց վիզը, բայց այդ ընտրությունները էին գնացել այդ մարդիկ, դրանք իրանք էին գնացել այդ ընտրության, որ զոհվեն։ Իրանք ինչ պատճառներով, թե խաբված էին, թե իրանց ուղեղներն էր լվացած, որ գնում էին մի ուժերի դեմ, իրանք չգիտեին ինչի համար, որտեղ վերջում էլի իրանք բան չէին անելու։ Վերջում գրավելու էին երկիրը, արևմուտքն էր գրավելու, Իսրայելն էր գրավելու, ոչ թե իրանք։ Հա իրանց կտային ինչ-որ աշխատանքներ, ոնց որ հիմա մեր մոտ են տվել, պաշտոններ կտային եւ այլն, բայց երկիրը իրանցը չէր լնելու, կորցնելու էին։ Այդտենց գնացին իրանք այդ ուղղությամբ ու հիմա հաղթանակած երկիր են։ Այսօր լսեցի այսօր ռադիոյով հաստատվեց իմ մոտ այդ միտքը, որ այն ուղղությունն էլ կար, որ կարար մեր երկիրը ընտրել այդ ուղղությունը, դաժան կլներ, մարդիկ կզոհվեին, բայց քանի հոգի կզոհվեր 5000-ից ավել, 5000 ջայլ տղա կզոհվեր, չէ։ Մի քանի հոգի կարող է զոհվեին, կարող է այնել։ Բայց կարար вообще զոհել չներ, որտեղ Հայաստանը փոքր է, մի քանի հոգու ձերբակալ էին, պրծնում էր ամեն ինչ։ Պետք էլ չէր զոհեր։ Բայց կունենայինք ամեն ինչը ոնց որ ունենք հիմա։ Արցախով այդ 5000 կամ ավել, սեստերից 5000 զոհվածներ, ավելի 10000-ի չափ ինվալիդներ չէին կունենայինք Արցախը, մեր ժողովուրդը պետությունը կլներ էլի հպարտ, բարձր գլուխը պարզ, բարձր կապրեր, ոնց որ առաջ էր ապրում։ Այդ բերին գցին էս լրիվ էս կործանման ուղղության, ու էլ եմ ասում, հիմա իմաստ չկա սպասել, որ Ադրբեջանը պետք է էլ չխաղա այդ կազինոյի սարքը, որովհետև ինչ ասում է, արվում է, ինչ ասում է, տալիս է, իրենք վեկալել են սենց։ Դե հիմա այսպես բարդ վիճակներ կա, ու դրա համար է, որ այս ընդդիմադիր, օքեյ, սա ընդդիմադիր ես էլ եմ շատ քննադատել ընդդիմադիրների, նամանավանդ, որ իրանք լրիվ ուրիշ ձևերի են մտածում, գործում, աշխատում, քան իրանց դիմացի ուժերը, դրա համար չեն կարող հաղթեն, դա ուրիշ բան է, բայց հիմա այս նեղ մաջալին տես դնել, քննադատել ընդդիմությանը, յանի մենք ավելի շատ ենք սիրում, քան իրանք, ճիշտ չի էլի, դրանով Նիկոլես ջրաղացին ջուր ենք լսնում։ Եթե դու չես կարող որոշես ոչ մի բան, ինչ ես դրում քննադատում ընդդիմությանը, պահանջներ ներկայացնում ընդդիմություն, օքեյ, քո ձևի բան արա, բայց տենց սխալ է, սենց չոր հելնել, քյալ ընդդիմությանը մեղադեր, սրա մեջ պահանջներ ներկայացնել, հայ, ասես Նիկոլա ավելի լավ է, թո մնա էլի։ Հիմա այն մարդիկ էլ այդքան են կարող, այդքան եմ, գնա օգնի, ոչ թե փնովի քննադատի էլի մենակ, այդ է տարբերությունը, որտեղ վերջի եթե մենք սկսենք բոլորս քննադատել թեկուզ տեղին, թեկուզ ամեն մեկս իր լեվելի ճշտությամբ ընդդիմությանը մեղադրենք ու քննադատենք, վերջում ընդդիմությունը մնալու է առանց սուպորտի, չէ՞։ Սաղս յանքը տանք ընդդիմությանը, կքվրտենք ասենք ընդդիմությունը դու ես, հետո ընդդիմությունը մնալու է 0, ինչ ես անելու։ Եվ ախպի մի հատ էլ ուրիշ սկսես քննադատությունը, թե բախի չկա էսի, բախի չկա այնի, սաղ ընդդիմությունն է մեղավոր, դետի սխալ ուղղությանը
սխալ ուղղություն է, սխալ տեղ է տանում այդ։ Չի կարելի հիմա դնել մեր միակ թեկուզ վատ, թեկուզ թերի ընդդիմությանը քննադատել։ Բաց։ Նստած ես միտեղ կաֆեում խմում ես, օքեյ, քննադատի։ Բայց ոչ թե սենց բաց ճվճվալով եսի ինչ հելնես Facebook-ներով, ուրիշ սոցիալ հարթակներում քննադատենք մեր ընդդիմությանը։ Դա ինչ ենք շահելու։ Դա եթե լուծում առաջարկես, դա ուրիշ բան է, բայց ոչ մեկը լուծում չի առաջարկում, այդ է խնդիրը։ Մենակ փնովում ու քննադատում ու մեղադրում են։ Դա սաղել կարան։ Ամենալավը է Նիկոլենքին կարում դա անեն։ Եթե դու լուծում չես առաջարկում կոնկրետ ու իրոք լուծում ես, ոչ թե Հավայի մի բան ասես, գնաց գրաժական դե, գնաց առանց իմանալու դա կարան անեն, չեն կարան, կստացվի, չի ստացվի, կապ չունի։ Մի բան լսանք, այդանք բանը սկսան գոր գրալ, դա կելեք տենց անենք։ Տենց չի էլի սխալ է դա։ Այդտենց առանց հերու նայելու, առանց խորը մտածելու ենք քայլերն անում ազգովի, դրա համար էլ այսօրին ենք։ Այդ է մեր տարբերությունը Պարսկաստանի պարսիկների նման ազգի ու մեր։ Օրինակ հերուն են նայում, խորն են մտածում, մի բան անելուց առաջ հաշվարկ են անում։ Էմոցիոնալ տենց Հավայի մենակ տակարյուն չեն գոր գրում, գնացիկ են, վայ քարաչելա, վայ գնացիկ են։ Դմ պարանգան կարա, վայ քարանգան մեռան կարավոտներ ջարդինք, թու արա հայի բախտա էլի արա։ Մենք չենք մեղավոր, էլ մեր ուղեղը չի մեղավոր, մեր հայի բախտն է մեղավոր։ Ինչ մի հատ կայֆոտ ապահով բան ենք գտե, չէ՞ մեր համար, որ ասած ինչ սխալ էլ անես, վերջում կասկածես հայ բախտի վրա, տենց ասես ես ճիշտ էի, պրոստը հայ բախտ եկավ, տենց մոմենտ վատ էլ ավ։ Մա ափսոս մեր պետությունը տենց գնաց էս ճգնաժամի մեջ ու հիմա չեն կարում դուրս գանք, չեն կարում այդ ճգնաժամից դուրս գանք ու քանի որ նաև էս պետքա լավ հասկանանք, քանի որ մեր դեմ աշխատում են համ մեծ, համ հարուստ, համ հզոր, համ ծրագրավորված ուժեր դրսից, մենք ներսի հայրով, ռեսուրսներով, ինտելեկտով, ամեն ինչով, մենք ի վիճակի չենք դրանց դեմ պայքարելու։ Կարող է մի օր հաղթենք, ասենք 760 տարի հետո ինչ-որ մի օր գա հաղթենք, բայց մենք մեր ռեսուրսներով ի վիճակի չենք հաղթելու դրանց։ Որ այդ պահը հասկանանք, որ սրանք դրսի ուժերի ազդեցությունն է, որ մեր երկիրը ինչ-որ ուժեր, եկեք պրոստը X ասենք, հələ կոնկրետ չասենք, ամեն մեկս գիտի այն ուժն է, բայց կոնկրետ 100% ոչ մեկսը փաշ չունենք, չէ՞, ամեն դեպս ես չունեմ կոնկրետ որ ուժերն են։ Գիտեմ, որ բոլորն են, ասես մասնակցությունն են, բայց ով քանի տոկոս չգիտեմ։ Բայց որ նայում ես այդ ուժերը, դու պետք է որ հասկանաս, որ մի րոպե ախր մենք Հայաստանի ներսում ունեցած ռեսուրսներով, հնարավորություններով ի վիճակի չենք սրանց դեմ կռվելու։ Որտեղ իրանք մեծ են, ուժեղ են, հարուստ են, շատ են, ավելի խելացի են, ավելի հերու են նայում, իրանք երևի այս ծրագիրը, որ ասես գրել են, որ արվում է այսօր, երևի մի 10 տարի առաջ են գրել։ Իրանք ունեն ես ինչ մեծ հնարավորություններ փոխելու մոմենտի տակ ծրագիրը մեզնես ղեկավարելու, կառավարելու, մանիպուլացնելու, որ մենք սկի չենք երազում, այդ կարանք մի ամիս հետո ջոգենք, արա, ասենք, որ այնի արել էին այն վաղ կամ մի տարի հետո։ Այս դրա համար էին արել, որ այսօր սենց բանը լինի, այս ինչ լինի, այն ինչ լինի։ Այնքան տես բաներ կա այս վերջ տարիներին, որ հիմա ջոգում ենք, արա, այսի փաստորեն հիմա գյուղատնտեսություն օրինակը հենց մի հատ թեթև եկավ մտքիս։ Գյուղատնտեսական այս խնդիրն է ինչ որ ելնում է։ Ախի հենց եկան սրանք գյուղատնտեսության նախարարությունը փակեցին։ Խի հենց գյուղատնտեսություն ինչ էր արել իրանց գյուղատնտեսությունը։ Հայաստանի նման երկրում ոնց կարաս գյուղատնտեսության նախարարությունը փակես, որ մեր ամբողջ ժողովուրդը հիմնված է կեսը գյուղատնտեսության վրա։ Մենք ունենք այտենց լավ բերքեր, լավ հողեր, լավ մրգեր եւ այլ այդ ինստիտուտը փակում ես։ Հիմա այսօր ինչ է կատարվում, այդ նույն բանն է կատարվում, որ իրանք էլ հո գիտեին, որ մի օր Ռուսաստանը փակելու է, գիտեին, հաշվարկել էին դրա, այս նույնն էս ձևի քայլն է, Ռուսաստանը պետք է փագեր թե չփագեր, որն է ճիշտ որոշումը, որովհետեւ որ չփագի իրանց թողնում է որ օգտվեն Ռուսաստանից այն դեպքում, երբ որ Ռուսի դեմ են աշխատում, չէ, հայկական ուժերը։ Եթե փակի էլ մարդկանց մոտ Հայաստանում կառաջանա հակա ռուսական
տրամադրություններ էլի sense նույն ձևի հարց է, հիմա որն է ճիշտ որ անի, բայց ճիշտը փակելն էր ու փակեց ու հիմա ինչ կարա Հայաստանը ստից Եվրոպա են ուղարկում, Հոլանդ են ուղարկում ծաղիկ, պատկերացնում եք սաղ աշխարհին Հոլանդա ծաղիկ ուղարկում, սրանց խաբել են թե բա ծաղիկ են ուղարկում Հոլանդ, հեսա նայեք Հոլանդը ինչ ծխվելու է հայկական ծաղիկներ, ծիրան են ուղարկում, ես մի օր ցույց կտամ ստե սուպերմարկետներում ինչ մերքեր կա, ինչ գներով ու ջոգեք, որ դի բանա, հեքիաթա ու ինչ են անելու դրա լուծումը ո՞րն է Հայաստանի գյուղատնտեսությունը կոլապսի ենթարկել, փակել, այբա պետք է ուտենք պամիդոր խիար, թե չի ախպեր, ոնց կլինի առանց բան, մեր ավանդական սալաթը բան ամառային չուտենք, բա մենք հայ չենք կլինի, որ դա չուտենք։ Դե պետք է որտից բերենք, արա այն Ադրբեջանը, վայ քորա, թարսի պես Թուրքիան Ադրբեջանը կակրաս Նոյս լավ համով պամիդոր վարունգներ ա բերում էժանով, բայց քելեք ընտից բերենք, դիվերսիֆիկացնենք մեր շուկան, կասեն, չէ, նիկոլականները, ու գիտան կբերեն, սենց կսկսեն ախպերություն անել, արա կասեն, նայեք Ադրբեջանի պամիդորն էլ ա համով, մեջը ադրբեջանցի չկա բան, ես նախկիններ ես, կեղտոտ ընդիմադիրները խափում ասում են ադրբեջանական պամիդորի մեջ թույն կա, բայց չկա այնա կերեք, լապեք, ստամոքսը կուշ տնի այսենց ցիպոչկան էթում է շարունակությունը էսա որ սենց մտածում են անում են մենք հետո ենք բաներն ելնելուց հետո ենք բիթին գնում հուսանք մի օր եսի մի հատ ինչ-որ ուժ մեզ կօգնի կամ ինչ-որ այդ ուժերի մոտ իրանց պլանները կփոխվի ինչ կլինի եսը չեմ անում ես կոնկրետ ելքելը որ չեմ տենում, թե ոնց կարանք կոնկրետ հաղթենք, ես կոնկրետ հաղթելու երկու ձև կա, մեկը այնա, որ ժողովուրդը իրոք լրիվ 80-90%-ը հելնի ու սրանց ռադանի ընտրի ընդդիմադիրների, նատորի են 2-3 ուժին, սենց ասեն գմպցնի 80-90%-ը, որ նաև էլի ռեալ է, բայց էլի չեն անում, ես ռեսուրսները իշխանական իրանք է դոդ են, կարան եթե ուզում են, կարան իրանք է հետան նրանց ընտրեին, ոչ մեկ չէր կարա իմանար ով անում ընտրել, բայց դե հետա չարեցին հիմա այդ օրին են, կամ էլ ուրիշ ագրեսիվ ես միշ մեթոդներով, որի ոչ ուժն ունենք, ոչ հնարավորություն ունենք, ոչ էլ դրա լեգիտիմություն ունեն երևի անելու, մի խոսքով հələ ես երեք չեմ տենում, տենց դեպրեսիվ վիճակա կարող է եղանակիցը չեմ անում, ամեն դեպս որ տեսա լսեցի այդ ռադիոյի այդ ելույթը, որ իրոք Պարսկաստանը հաղթում է այդ պատերազմը, զգացի, որ տեսեք այդ է էլի ճիշտ ելքը այդ է, եթե ուզում ես քո երկիրը հաղթի, զոհաբերությունները քեզ դնում են այդ ընտրության առաջ, կողում են շիշը, ասում են ընտրի, կամ հիմա զոհաբերությունները ստալի, կամ հիմա լավով սենց էթում ես, ու հետո երկիրդ մանրից ավիրվում է։ Այդ էլ արդեն ընտրողից է կախված, ինչ ընտրի ոնց։ Լավ եղեք, մոտակա ժամանակները էլի մեզ երևի մեծ բաներ է սպասվում, չնայած ես քանի տարի է դրա մեջ ենք, այդ ստրեսից դուրս չեն գալի, այդ անվերջանալի այդ փող մի եվրո գցել քաշել ռուչկան, որ լիքը փող տա, լիքը բան տա մեր երկիրը, այդ process-ից դուրս չեն գալի։ Ու հələ որ դուրս չենք գալու, հələ Սյունիք կա, բան կա, Մեղրի կա, դել դրա մասին էլ են որ վատ բաներ է լսը, լեզուսը չի ֆռում պատմեմ, բայց երևի մի օր կպատմեմ։ Լավ եղեք ընկերներ ջան, ինչքան կարանք, միջև տենակ ինչա գալի մեր գլուխը։